Good afternoon. Firstly, I want to thank you all for taking the time to come here. A tremendous number of demands on your time. Շատ բազմազբաղ եք այս օրերին հաշվի առնելով վերջին մի քանի օրերի իրադարձությունները։ Նաև ուզում եմ սկզբում շնորհավորել Հայաստանի ժողովրդին, ովքեր հյուրընկալեցին կալեցին աշխարհի տասնյակ առաջնորդների քաղաքավարությամբ, մեծահոգությամբ և շռայլությամբ։ Ես հազվագյուտ եմ նախկինում նման բան տեսել և ես կարծում եմ, որ հեստապահող ոստիկանները անձին կաթանավակայանում բոլոր նրանք, ովքեր այսպիսի ջերմություն են ցուցաբերել եվրոպացի մեր հյուրերին, իրոք դրվատանքի արժանի են։ Ես նույն գովասանքը սակայն չեմ կարող ուղղել Հայաստանի կառավարությանը։ Ես անկեղծ ասեմ, ահաբեկված էի հետևում, թե պարոն Փաշինյանը ինչպես խոսքը տվեց պարոն Ալիևին և պարոն Ալիևը նկարագրեց քրիստոնյանահատակներին որպես պատերազմական հանցագործների և պահանջեց, որ եվրոպական քաղաքական համայնքի աջակցական ժողովը անցկացվի Ադրբեջանում։ Երկիր, որը բռնապետության ներկա է։ Ինչը հետաքրքիր է, որովհետև կարելի է ասել, որ Հայաստանը այսօրվա դրությամբ իրավունքի գերակայություն չունեցող երկիր է և ավտորիտար վիճակում է։ Քաղաքական հակառակորդները բանտարկվում են կամ տնային կանանքի ներքո են, եկեղեցին հարձակման ներքո է, քաղաքական հարթակը Փաշինյանի միտված է Հայաստանի Սարքելական Սուրբ եկեղեցու ոչնչացմանը, ինչը հակասում է միջազգային իրավունքին, ինչը հակասում է եվրոպական իրավունքին։ Եվ պիտի շատ պարզ ասեմ, հակասում է նաև Հայաստանի Եվրոպական միության միջև համաձայնագրին։ Գործընկերության համաձայնագիր կա, որը երաշխավորում է Հայաստանին, որ Եվրամիությունը կաջակցի հիմնական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը, հավաքների ազատությունը, իրավունքի գերակայությունը, բայց Եվրամիությունը նպատակահարմար չգտավ անգամ մեկնաբանություն անել իրավունքի գերակայության այն բացարձակ խախտումների մասին, որոնք ամեն օր են տեղի ունենում Հայաստանում։ Շատ-շատերն են ինձ հարցրել, ինչ տպավորություն ունեմ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, որն այստեղ անցկացվեց։ Պիտի մեկ բան ասեմ։ Գերեք, ավարտեցիք, պատրաստ եք դուք։ Ուրախ եմ կանգ առնել, եթե կարիք կա։ Պատրաստ եք։ Իմ տեսանկյունից ես երբևէ չեմ տեսել, որ նման ժողով անցկացվի ու ներդրում անելու ոչ մի պարտավորություն Հայաստանի նկատմամբ չստանձնվի, որ էական որևէ խոստում չտրվի բրավ Հայաստանի ժողովրդին։ Որևէ մեկ օգուտ անգամ, որը շոշափելի կլիներ կամ որևէ հայի համար օգուտ կբերեր, չներկայացվեց։ Ինչ ներկայացվեց սակայն, ներկայացվեցին Հայաստանի զատ այլ երկրների շահերը, մասնավորապես արևային տարբեր ուղիները զարգացնելու իրենց շահերը, այլ Հայաստանի այլ գործընկերների նկատմամբ ոտնձգությունների, հարձակումների շահերը, դրանք ամբողջովին ցույց դրվեցին, բայց օգուտները Հայաստանի համար իդեմս օրինակ ստորագրվող պայմանագրերի, որոնք
թղթի արժեքն ունենային կամ չունենային, որի վրա դրանք գրվել են, Եվրամիությունը հեռացավ իրավունքի գերակայությանը սատարելու իր հանձնառությունից։ Վարչապետը մեկ անգամ գետ հրապարակավ չհիշատակեց ոչ քաղաքական բանտարկյալներին, ովքեր ահավոր պայմաններում պահվում են Բաքվում, կամ այն փաստը, որ այսօր Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրը բռնազավթված է։ Փոխարենը նա հաջողություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ եւ խոսեց այնպես, կարծես այս շատ էական խնդիրներից որևէ մեկը անդրադարձի կարիք չունի։ Դրանից զատ մենք բոլորս տեղյակ ենք, որ վերջերս ոչնչացվում են եկեղեցիներ եւ դա շարունակվում է Լեռնային Ղարաբաղում։ Մեկ անգամ գետ չհիշատակվեցին հանցագործությունները ընդդեմ քրիստոնյա ազգաբնակչության, որոնց արդյունքում այդ վայրերը ոչնչացվեցին։ Մեկ անգամ գետ դրանք չհիշատակվեցին։ Եվ սա վկայում է այն մասին, որ Փաշինյանի շահը հնարավոր է չհամընկնի հայ ժողովրդի շահի հետ։ Փոխարենը Փաշինյանը հայելապատ դահլիճ է կառուցել, շատ նման երկուշաբթի երեքշաբթի օրվա մեր տեսածներին։ Հայելազարդ դահլիճ, որտեղ նրա հակառակորդները բնորոշվում են որպես ինչ-որ հանցավոր, օլիգարխ կամ գեղարականության մաս, կեղծ այդ պատկերումը իր հակառակորդներին, որպեսզի նա կարողանա Եվրամիության գումարներ հայտարարել, որոնք կարող է ծախսել ըստ որպեսզի աղավաղի այն, ինչ մարդիկ տեսնում ու լսում են ինտերնետում։ Ես կարծում եմ, սա շատ կարևոր է եւ մեր կազմակերպությունը 140 էջից բաղկացած փաստաթուղթ է